Արտաշեսին դանակի 3 հարվածով են սպանել, սարսափած պատմում են Սարալանջի գյուղացիները։ Բաշոկի մեջ չենք։ Գյուղում խոսում են, թե 50-ամյա Արտաշեսին սպանողը Կարլենը գյուղապետի ազգականն է եղել։ Բարեկամ էր նաև Արտաշեսին։ Իրանք հորոքոր թորներ են, Հռսաստանում է հիմնական ապրում։ Ռուսաստանից եկած տղայի և Արտաշեսի վիճաբանության պատճառն ըստ բնակիչների եղել է ընտրությունը։ Ըստ Սարալանջում տարածված շշուկների, գյուղապետի բարեկամը համոզել է, որ 50-ամյա տղամարդն ընտրի իրենց թեկնածուին, ինչին չի համաձայնել Արտաշեսը։ Ինքն իր թեկնածուն ունի, ասել է։ Շատ վատ բան է եղել, շատ վատ։ 50 տարեկանում էր նեղություն տվել այդ երեխան։ Բայց սա սպանության միակ վարկածը չէ։ Գյուղում տեսախցիկներից հեռու խոսում են, որ վեճի ու դանակահարության մյուս պատճառը եղել է պարտքու պահանջը։ Այդ երկուսը մեր գյուղացի են, հա։ Ինչ գիտեմ դեռ ինչ ա եղել, ինչ են խոսած է։ Հա, լսեն, գիտամ երեխեքն եկան քսեն։ Համել տելևիզորն էլ ասել։ Այդ մարդին չեմ էլ ճանաչում, այդ ով որ խփել է, չեմ ճանաչում, դրանք եկող են էլի իրանց պապանաս տեղից եղել։ 3 երեխա ունի Արտաշեսը, մեկն անչափահաս։ Համագյուղացիները պատմում են, որ նա էլ որդին էլ պատերազմի մասնակից են։ Ոչ մի վատ բան չեն տեսել, գլուխը կախ աշխատող տղամարդուց։ Սաղը ցավում է։ Մեխանիզատոր ամբողջը ձեռները մինչև ստկի բաների մեջ, տավուտների մեջ մարդը իր տեխնիկան սարքում է։ Հանգիստ մարդեր ոչ մեկին որ վատություն էր անում, ոչ ուղղակի ափսոս էր, ջահել էր իր երեխեքները տունը մնացին։ Մատաշ երեխեք են։ Դանակահարությունից 1 օր հետո մայիսի 26-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է մահացել 50-ամյա տղամարդը։ Կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան և Էլեն Յահինյան, Հայլուր։